եւ հարազատ։ Բարև ձեզ հարգելի ունգընտիրներ եւ ագընտիրներ։ Վանացայինի եթերով եւ թիմադադրի էջով ձեզ հետ ներկայացնելու հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Այսօր հայկական աշխարհը գնշե Արցախյան 44 օրյա պատերազմի փրկումին հնգամյակը։ 5 տարի առաջ այսօր 27 սեպտեմբեր 2020-ին ձայր տվավ Արցախի երկրորդ պատերազմը, որը սկսավ հաղթելու ենք գարքախոսով եւ ավարտեցավ 9 նոյեմբերի անձնատվական ամոթալի համաձայնությամբ, որին արդյունքով թշնամիին դրվեցավ Արցախի 3 քառորդը։ Իսկ վերջին քառորդը, ինչպես ցանոթ է, բարբվեցավ եւ հանձնվեցավ 2 տարի առաջ դարձյալ այս օրերուն աղետալի պայմաններու մեջ 9 ամսվան շրջափակում է անդանելի զրկանքները եւ ի վերջո մեծ պատերազմի շղթայազերգում է յետք։ 44 օրյա պատերազմին հայությունը տվավ շուրջ 5000 նահատակ։ Այսօր բոլորին հիշադակին խոնարելու օրն է։ Այսօր նաև հիշելու օրն է Ադրբեջանի բանդերում մեջ անօրինական գերբով կերի բահվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարներուն, որոնց բանդարգության 2 տարին կամփոխանա այս շաբաթ։ Արդարև, սեպտեմբեր 2023-ի այս օրերուն Արցախի 8 նախկին պաշտոնատարներ եւ ղեկավարներ աբորինապար կերևարվեցան Ադրբեջանի կողմէ։ Անոնք այժմ գշարունակեն բանդարգված մնալ Բաքուի մեջ, թիմակրավելով գեղձ դատավարություններ եւ քրեական անհիմն մեղադրանքներ։ Կերևարվածներն են Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյան, Արցախի երկրորդ, երրորդ եւ չորրորդ նախագահներ Արգադի Ղուկասյան, Փագոս Սահակյան եւ Արայիկ Հարությունյան, Արցախի ազգային ժողովի նախկին նախագահ եւ ՀՕԻԹԱ բյուրոյի նախկին անդամ Դավիթ Իշխանյան, Արցախի նախկին արտաքին գործոց նախարար Դավիթ Բաբայան, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Լևոն Մնացականյան եւ Զինյալ ուժերու նախկին տեղակալ հրամանատար Դավիթ Մանուկյան։ Այս 8 ղեկավարներեն բացի 16 այլ զինվորներ եւ քաղաքացիներ, որոնց գարքին լիբանանահայ Վիքեն Օլջեկչյան գշարունակեն մնալ ադրբեջանական քերության մեջ։ Հայաստանի ազգային ժողովի մեջ բադիվ ունեմ խմբակցության հրավիրած ազգային ճգնաժամի եւ կառավարման ցախողության մասին հայտարարության նախագիծի քննարկումին Արցախի ազգային ժողովի արտարություն խմբակցության պատգամավոր Մեդաքսե Հակոբյան հայտնեց։ Արդեն 2 տարի անցած է այն արհավիրքեն, երբ արցախցիները ենթարկվեցան բռնի մշակված ցեղային զդումի։ Սակայն նույնքան վտանգավոր եւ ողբերգական է այն, ինչ որ տեղի ունեցավ անգեյետ Հայաստանի կառավարության մագարտակով, ինչ որ կշարունակվի ներկայիս։ Հակոբյանն նշեց, որ այսօր Հայաստանի կառավարությունը Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ ոչ միայն Արցախի հայության իրավունքներու պաշտպանության համար նպատակային որևէ քաղաքականություն չի իրականացնել, այլև բացահայտորեն կփորձե փակել Արցախի հարցը զայն լուծված հայտարարելով։ Փաշինյանի կառավարության համար Արցախը այլևս գոյություն չունի ոչ տարածքային, ոչ քաղաքական, ոչ ալ մարդասիրական տեսանկյունը։ Արցախը չի մորցվիր, Արցախի հայության վերադարձի իրավունքը չի կրնար պայմանավորվել որևէ վարչապետի անձնական ընկալումով կամ քաղաքական հարմարությամբ, ըսավ Հակոբյան։ Ան նշեց, որ այսօր բռնի տեղահանված Արցախի հայությունը ոչ միայն զրկված է հայրենիքեն, այլև բոլորովին լքված է իրավապանորեն անորոշ վիճակի մեջ է, առանց պետության կողմէ առաջարկվող հերանեկարի։ Դիվանագիտական իր պաշտոնավարության ավարտին Հայաստանեն հերացող Իրանի տեսփան Մեհդի Սոբհանի 26 սեպտեմբերին դվավ հրաժեշտի մամլո ասուլիսին ընթացքին խոսեցավ Թրամփի ջամփուն մասին եւ շեշտեց, որ Թեհրանի համար դակավին անհասկանալի բաներ կան։ Անբացատրեց իր որ խոսքը գվերապերի անոր, թե ինչ լիազորություններ պիտի ունենա գազմվելիք հայ-ամերիկյան ընկերությունը։
Սոփհանը հայտնեց, որ անհասկանալի են ջամփան կորձարգողի կողմէ իրակորձված գործողությունները։ Մանրամասնությունները հստակ չեն։ Խոսքը այն քննարկումներում մասին է, որոնց իբրև արդյունք պիտի գազմվի միացյալ ընկերությունը, որ նույն ժամանակ պիտի ներգրավե ներդրումներ, այս մասին որևէ մանրամասնություն չկա։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջև ջամփաներու աբաշրջափակման պայմանավորվածություններու մասին խոսելով Սոփհանի հիշեցուց այն 5 սկզբունքներ, որոնք ամրագրված են Միացյալ Հայտարարության մեջ։ Անբացատրեց, որ այդ սկզբունքներն ազգային գերիշխանությունը, դարածքային ամբողջականությունը, իրավազորությունը, սահմաններու անխախտելիությունը եւ փոխադարձությունը։ Սոփհանի հատկապես շեշտեց փոխադարձության սկզբունքը, դիտել տալով, որ եթե օրինակ Նախիջևան Հայաստան դարածքեն գրնա գապ հաստատել Ադրբեջանի հետ, ուրեմն փոխադարձաբար Հայաստան երասխի եւ Ջուլֆայի միջոցով պետք է գարենա գապ հաստատել Իրանի հետ։ Եթե Ադրբեջանի քաղաքացիները Հայաստանի դարածքեն գրնան Ադրբեջան հասնել, նույն թյուրությունը պետք է ըլլա նաև Հայաստանի քաղաքացիներուն համար, որբեսի հայ քաղաքացին գարենա Նախիջևանի միջոցով երթալ Իրան։ Բնականաբար, եթե բոլոր երկիրները գարենան օգտվել երթևեկի հաղորդակցության այս գարելիութենեն, այս մեկը պիտի բխի բոլորին շահերեն։ Եթե անբխի բոլորին շահերեն, ոչ ոք անորթեն պիտի ըլլա, ըսավ Սոփհանի։ Նախագիծին վտանգներուն անդրադառնալով Սոփհանի ըսավ. վտանգներ պիտի հայտնվին այն բարակային, երբ նախագիծին մեկ մասը իրագործվի, իսկ մյուս մասը ոչ, որովհետև ծրագիրին անունը խաղաղության խաչմերուկ է։ Եթե ջամփուն մեկ հատվածը օգտագործվի, իսկ մյուս մասը ոչ, այդ բարակային վտանգներ կրնան ընլալ։ Բոլորը պետք է գարենան այդ խաչմերուկեն օգտվել եւ այդ ուղիներով իրենց երթևեկը ապահովված ըլլա։ Սոփհանի խոսեցավ նաև Հայաստանի եւ Իրանի միջև պաշտպանության մարզի մեջ զարգացող հարաբերություններու մասին։ Աննշեց, որ 17 տարիներու ընդմիջում է ետք առաջին անգամ լալով Հայաստան այցելեց Իրանի պաշտպանության նախարարը։ Սոփհանի շեշտեց, որ Հայաստանի հետ համագործակցությունը պաշտպանության մարզի մեջ որևէ այլ երկրի թեմ չէ, այլ անհայաստանի պաշտպանության գարելիություններ ամրապնդելու համար է, եզրակացուց Սոփհանի։ Հայ հեղափոխական դաշնակցության հայտարարի գետրոնական խորհուրդը հանդես եկած է հայտարարությամբ ուրգս է։ Հոյտը հայտարարի գետրոնական խորհուրդը գողջունե Երուսաղեմի Սրբոց Հակոբյանց միապանության ընդանուր ժողովի 24 սեպտեմբեր 2025-ի նիստին որոշումը, որ գովերու Բարդեզի, հայոց Բարդեզի վարձակալության հարցով 2021-ին ստորագրված պայմանագիրը գհրճագե անօրինական, հակականոնական եւ անվավեր, եւ գմերժե հաշտարարի միջոցով ցերկ բերվածը, հավելվածը եւ ղեկավարման համաձայնագիրը։ Միապանության ընդանուր ժողովը նաեւ որոշած է հետապնդել չեղարկման տադական հայցը ընդեմ Zana Gardens ընկերության։ Իր այս որոշումներով Սրբոց Հակոբյանց միապանությունը կվերահաստատե իր հանձնարարությունը եւ իրավական բարդավորությունը Երուսաղեմի հայաբատական հողերը անօրինելու օգուտ հայ համայնքին։ Գգրգնենք, թե հարցին ղեկավարումը պետք է կատարվի բացառապես դեղական եւ միջազգային օրենքներու հիման վրա, առանց ուժ գիրարգելու կամ ուժ գիրարգելու սպառնալիքի։ Երուսաղեմի մեջ հայկական իրավունքներու հարցը կվերապերի համայն հայության։ Հետևաբար, այդ իրավունքները ոտնահարելու որևէ փորձ ենթակա է համայն հայության համարժեք վերապերումին։ Հոյտը հայտարարի գետրոնական խորհուրդը կշարունակե իր բոլոր ենթակառույցներով եւ հայտարարի համաշխարհային ցանցին հետ գործակցաբար զորավիկ կանգնել Երուսաղեմի հայ համայնքին եւ հայոց պատրիարքության, պաշտպանելու իրենց հազարամյա իրավունքները։ Նշած է հայ հեղափոխական դաշնակցության հայտարարի գետրոնական խորհրդին հայտարարությունը։ Հայ հեղափոխական դաշնակցության Դավուշի մարզային կոմիտեի ներկայացուցիչ Հայաստանի ազգային ժողովի Հայաստան խմբակցության պատգամավոր Քարնիկ Դանիելյան ընկերային ցանցի մեջ կատարեց հետևյալ գրառումը։ Քիչ առաջ Հայաստան խմբակցության պատգամավոր Ագնես Խամոյանի հետ ազգային անվտանգության ծառայության մեգուսարանի մեջ դեսակցեցանք Միքայել arczepiskopos Աչաբահյանին։ Սրբազանը ամուր էր, լավ դրամատրությամբ։ Ամեզի պատմեց իր հոգևոր ծառայութենեն ուշակրավ թեփքեր։ 2 ժամ դեված դեսակցությունը անցավ ագնթարթի պես։
Ամեն անգամ նորությունը կբացահայտենք Շիրագի թեմի առաջնորդեն։ Դոգուն, ժուժգար եւ ազնվական նման հատկանիշներով կարելի է բնորոշել սրբազանը։ Անազատության մեջ գտնվելով, Աչաբահյան սրբազան իր ժամանակին մեծ մասը կհատկացնե ընթերցանության, մանավանդ հայկական եւ արտասահմանյան գրականության։ Բոլոր իշխանություններու օրով սկսյալ խորհրդային շրջանեն Աչաբահյան սրբազան աչքի ընկած է իր սուր քննադատություններով։ Հատկանշական է, որ ան ջաղերու յետին հայտնվեցավ ինքզինք ժողովուրդ ներկայացուցիչ հրցակած այս իշխանության օրով եւ հրահանգով։ Ցավոք, Փակրած սրբազանի հետ դեսակցությունները արգելված են։ Վստահ ենք մեկ բանի, որ անկարելի է ընկճել նման հոգևոր առաջնորդներ։ Մենք երկու սրբազանները խիղճի եւ հավատքի փանդարգյալներն են։ Հայաստանի քրեական ոստիկանության պետ Վարդան Վարդանյան հայտարարեց, որ Մերձավանի մեջ սպանության գասկածով անցմուց երբակալվեցավ եւ խոզարգություններ կգադարվին։ Դեպքը գախյալ է անձնական հարաբերությունները եւ փետրվարյան դեպքերուն շարունակությունն է։ Հայտնենք, որ 23 սեպտեմբերին Մերձավանի մեջ սպաննվեցան Փարակարի համայնքապետ Վալոդիա Գրիգորյանը եւ անոր ընկերներ ոստիկանության պետերեն Գարեն Աբրահամյանը, իսկ վիրավորվեցավ ուրիշը։ Մուսալերան հերոսամարտի 110 ամյակը 20 սեպտեմբերին մեծ հանդիսությամբ նշվեցավ Պասադենայի Ժիվելլեկյան երիտասարդական կետրոնի մեջ ներկայությամբ ազգային կետրոնական վարչության անդամ եւ բարերար Գայձակ Զելթյանի եւ Դիկնոջը շրջանի հոմի ներկայացուցիչներու Նորթինջի համալսարանի պրոֆեսոր Հասմիկ Բարանի եւ ուրիշներու։ Հանդիսության բանախոսը Նոթրիջի համալսարանի հայագիտության բաժինի դնորեն դոկտոր Վահրամ Շեմմասյան ներկայացուց մուսալերցիներու պատմությունը եւ հերոսամարտեն դրվագներ։ Արևմտյան Ամերիկայի հայոց թեմի առաջնորդ Գեղամարքեպիսկոպոս Խաչերյան խոսք առնելով նշեց. Դուք մուսալերցիներդ ունիք յուրահատուկ նկարակիր, պատմություն եւ բայկարի հատուկ մարտունակ հոգի։ Ըսածս լավագույն գերբով կնկարագրե այն նշանապանը, զոր մուսալերցի ծեր նախահայրերը գսիրեին ասել։ Մենք դակավին լերներն ենք, թող ետ կա թշնամին։ Այս խոսքը շատ կգրտնվեր այն ջարի մեջ, ինչ որ կնշանակե թե բայկարի զենքը վարդ չենք տներ։ Սիրելի մուսալերցիներ, այս պետք է ծեր մնայուն նշանապանը մնա։ Հիմա Ամերիկայի մեջ, երբ մեր քոյության սպառնացող դարբեր մարտահրավերներ կան, այս խոսքը դակավին զորու է, եւ պետք է ուշադիր լակ, որբեսի մուսալերցի հերոսներու հբարտ եւ մարտունակ ոգին հաջորդ սերունդներուն հոգին մեջ չմարի։ Աբա Խաչերյան սրբազան պատմեց, որ դարվան 365 օրերեն միայք մեկը օրը չլա մուսալերան օր, այլ մեր ամենօրյա կյանքին ու բայկարող ոգի նկարակիրը եւ պատկանելիության զգացումը դրսեւորումը ամեն օր։ Մուսալերան երկերուն, բարերուն եւ ավանդություններուն միջոցով։ Մուսալեր միության ադենաբեդ հանդիսության գազմագերբիչներեն Վրեժ Քևորքյան իր խոսքի մեջ հայտնեց, որ միությունը հիմնված է 1980-ին Լոս Անջելեսի մեջ։ Միության նպատակներն է պահպանել եւ փոխանցել մուսալերցիներու անգոդրում ոգին, օգնելով աշխարհի զանազան կողմերը հաստատված մուսալերցիներուն։ Հանդիսության ավարտին մուսալերցիներու զանազան սերունդներու ներկայացուցիչներ ձև տևիդված բարեցին ավանդական թմփուկի եւ զուռնայի ընկերակցությամբ։ Այնուհետև հանդիսության ներկա ավելի քան 300 մուսալերցիներ իբրև մեկ ընտանիք արիթը ունեցան ճաշելու այս արիթով պատրաստված հարիսան եւ դոնախմբությունը շարունակելու խանդավառ երաժշտությամբ։ Անցնելով անջար 5 25 սեպտեմբեր 2025-ի առավոտյան ժամը 10-ին անջար այցելեց երկրագործության նախարար դոկտոր Նիզար Հանի, ընկերակցությամբ նախարարության ընդհանուր դնորեն քյուղատնտես Լուիս Լահուդի, դոկտոր Խալիլ Ակելի եւ քյուղատնտես Ալին Սակրի, ինչպես նաեւ այլ պատասխանատուներու։ Հյուրերը այցելեցին անջարի ագի շրջանը գտնվող Պետական ցգնապուծարանը, հանդիպեցան շրջանի ցգնապույծներուն հետ, ապա բարձրացան գողքի լերան ստորոդը տեսնելու համար Քինցի Սնոբարի ծրագիրը, որ իրակորձված է նախորդ շրջանին։
Ավելի ուշ հյուրերը այցելեցին քաղաքապետարան, ուր ընդունվեցան քաղաքապետ Սեդրակ Հավատյանի, Գարմիր Լեր Կոմիտեի ներկայացուցիչ Հարութ Զեյթլյանի եւ քաղաքապետական խորհրդի անդամներու կողմէ։ Հրավիրված էին նաեւ այնջարի ցանոթ պարտիզանները եւ ոռոգման հանձնախումբի անդամները, որոնք առիթ ունեցան շուրջ ժամը հանդիպելու նախարարին եւ անոր ներկայացնելու իրենց դժվարություններն ու առաջարկները։ Նախարարը խոստացավ գարկ մլուծումներ ապահովել իրեն ներկայացված հարցերուն։ Հավաքեն յետ քյուրերը առաջնորդվեցան անջարի ազգագրական տանկարան, ուր առիթ ունեցան ցանոթանալու անջարի պատմության մուսալերեն մինչև մեր օրերը։ Նախարարը տանկարանի դոմարի մեջ արձանագրեց իր դպավորությունները։ Այս առիթով իրեն դրվեցավ դոկտոր Սալեհ Զահրեդդինին հեղինակած գիրքեն օրինակը։ Հարկելի ունգընտիրներ վանացայնի եթերով եւ թիմադեդրի էջով ներկայացուցինք հայկական աշխարհի այսօրվան լուրերը։ Ցեզի հետեին ներսեսը Սերլին եւ ցայնի աղորտավար Անտոնին։ Մնացեք միշտ վանացայնի ունգընտիր։